Որոնողական աշխատանքների 5-րդ օրն է, այն փրկարարներն ու կամավորները Մահաբեր խողովակի տարածքում նավակ են գործի դնում, հաշվարկվում է անվտանգությունը, թիմային բաժանում արվում, հավանական հատվածները դիտարկվում։ Նորից վերադարձել ենք ենթադրյալ Նորից սկզբից դեմքի վայրից, նորից մեկ-մեկ արդեն նաև գետի կենտրոնը, որովհետև մինչև հիմա հնարավոր չէր ելնեմ գետի կենտրոնը, քանի որ հոսքը շատ արագ էր, հիմա հոսքը մի քիչ դանդաղել է, գետի մակարդակը մի քիչ իջել է, փորձելու ենք նաև գետի մեջտեղի մասը նայել, էլի, միշտ նայել ենք առաջին մասերով ու ինչքան հնարավոր է նաև ջրասուզորդները գետի մեջտեղներ են նայել, բայց քանի որ մեծ հոսքը շատ արագ էր, մեծ էր, 100%-անոց ծածկույթ չի ապահովել։ Հիմա փորձում ենք հենց անել, որ կարողանանք մետր նայելով գնանք։ Տեսնենք ոնց կստացվի։ Արագահոս է Փամբակը, Սևանի ջրասուզակների թիմի փրկարարն է ասում։ Շատ ուժեղ վարար է ինքը։ Գետը վարար։ Նախորդ օրերին էլ եք եղել այստեղ։ Չէ, այս առաջի օրն է։ Առանձնակի ուշադրության արժանի գոտիները առաջին պլանում են։ Չենք կարող այդպես հաստատ ասենք, որ նայել ենք այս մասը չի լինի։ Ինքը միտեղ ծավացեպի տարած մնացել։ Ծառերի արմատների մոտը ոտքով էլ մեջտեղը հնարավոր չի։ Որոնողական աշխատանքներին այսօր եւս միացել է Վահե Մելքոնյանը, ով չորեքշաբթի ենթադրյալ դեպքի վայրից 500 մետր հեռավորությամբ ծառերի ճյուղերի արանքում հայտնաբերել էր Նարէ Մարտիրոսյանի անշնչացած մարմինը։ Հոգնած է ջրասուզակը, վնասվածքներով, բայց անսահման հավատով պիտի գտնեն։ Ինչպես միշտ երեխաներ շտա գետի գործենք շատ հարաբերական է, ոչ բան չեմ կարող ասեմ, ես իմ գործից մասնագետն եմ, եթե սիրներ լճի գործ, ես հաշվարկանեի խորություն, ջրի ջերմաստիճան, ամեն չկարայի բաներ, ռեալ կոնկրետ բաներ ասել, բայց եսի գետի գործա չես իմանում, որտեղ ինչ խնդրի ենք առաջ ենք կանում։ Փամբակի ջրերում ջրասուզակներին զուգահեռ կամավորների ու փրկարարների մի խումբ էլ նավակով է որոնում։ Արագահոս Փամբակի ջրի մակարդակը նվազել է, ասում են նրանք։ Երևի 30-40 սանտիմետր գնալով դեպքում նվազել։ Արամոտը իստվամի 40-50-ի մոտ կա, իսկ 10-ը լեզու։ Տեխնիկական բոլոր հնարավոր միջոցներով նոր ուժերի ու կամավորների ներգրավմամբ շարունակում են փնտրել 13-ամյա աղջկան։ Փրկարարական կարգավորումներ, տեխնիկա օգտագործվում են անհաջորդություն սարքեր, նավակներ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Փամբակ գետի ողջ երկայնքով եւ ափամերձ տարածքներով։ Ուզում եմ նշեմ, որ շատ մեծ է ջրասուզափրկարարների դերն ու նշանակությունը այս աշխատանքներում եւ ինչպես ակնադիտական, այնպես հատուկ որոնողական սարքերի միջոցով որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը բաշաշկերտով շարունակվում է առայժմ այսքան։ Նարեի ու Նարինեի հարևանները մեկը մյուսից լուր սպասելով տուն դեպքի վայր ճանապարհն են 1000 անգամ անցուդարձանում, հրաշքի են սպասում։ Մարդիկ չարչարում են, ման են կարել հլավոր։ Իդեն վերջը լավն երեխեքին հաճախակ է տեսնում հայատ։ Դժվար կացության մեջ այդ աղջիկը։ Այն տղանել է փրկարարներից է 5-րդ օրն է։ Մենակ գիշերներն է տուն գալու։ Մարդիկ չարչարում են, տեսնենք էլի ոնց կա։ Որնույս կասանցի է, տնու համեստ։ Անահիտ Կարապետյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։